Ամպերից վեր, այնտեղ, որտեղ մարդը մենակ է իր աղոթքների հետ, դարերից եկող մի վանք է կանգնած, որը կարծես թե լեռան սրտից է ծնված, քարից կերտված լռություն, որ պահպանում է հավատքի շունչը դարերի խորքից։ Վանքը չի նայում ներքև, աշխարհի կողմը, նա նայում է վեր դեպի այն լույսը, որին հավատացել են իր հետ ապրած ու մաքարած սերունդները։ Քամիների ու մշուշների մեջ նա երբեմն երևում է, երբեմն մարում, ինչպես մարդկային հույսը ցավի ու հիասթափության միջով։ Լուսավոր լեռան վրա բարձրացած այս վանքը թվում է, թե ոչ թե կառուցվել, այլ աճել է քարերի մեջ արմատ հանած աղոթքից, եւ մինչ լեռը լռում է, կատարոն շարունակում է խոսել մարդկանց անունից, ովքեր այլևս չեն կարող բարձրանալ այնտեղ։ Վանքը գտնվում է 2478 մետր բարձրության վրա, Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան մասում, Դիզափայտ լեռան գագաթին։ Կատարո վանքի մասին մեզ են հասել մի շարք մատենագրական տեղեկություններ, որոնք վերաբերում են Արցախում քրիստոնեության տարածման վաղ պատմությանը։ Լեռան եւ վանքի անունը կապվում է մի ավանդազրույցի հետ, համաձայն որի Մասկուտների Սանեսան թագավորն այստեղ սպանել է քրիստոնեություն ընդունած իր 3 որդիներին եւ նրանց միացած 3870 ճգնավորների։ Նորահավատներին դիզել է ինչպես փայտը եւ այրել։ Այստեղից էլ առաջացել է լեռան անունը՝ Դիզափայտ, դիզած փայտ։ Դիզափայտ լեռանն ու Կատարո վանքին անդրադարձել է պատմիչ Մովսես Կահանկատվացին իր «Պատմություն աղվանից աշխարհի» աշխատության մեջ։ Աղվանքի վրա Տեր Աբբասի հովվելուց առաջ թշնամիների կողմից հրդեհվեցին վկայարանները։ Վաչագան արքայի եւ Ամարացի Գառնիկ եպիսկոպոսի ժամանակ Դիզափայտ լեռան Կատարո վանքում հայտնվեցին, որոնց անուններն են Սուրբ Մովսես, Սուրբ Դանիել, Սուրբ Եղիա։ Սրանք Մասկուտների Սանեսան արքայի որդիներն էին, որոնք աշակերտել էին Սուրբ Գրիգորիսին։ Սրանց հետ էին նաև 3870 տղամարդիկ։ Սրանք բոլորը աճապարեցին Դիզափայտ լեռը խոտաճարակ կյանքով ապրելու։ Սրանց հետևից գալով Արյունարբու Սանեսանը բոլորին սրի քաշեց, որ տեղի ունեցավ Նավասարդ ամսի 9-ին։ Իսկ ահա Փավստոս Բյուզանդը պատմում է, որ 4-րդ դարում Պարսից արքայի հրամանով Մասկուտների թագավոր Սանեսանը հարձակվել է հայոց աշխարհի վրա, անցավ հայոց սահմանը, Մեծ Կուրգետը, սփռվեց ու լցրեց հայոց աշխարհը։ Երկիրը ծածկեցին, քանդեցին, գերեցին, ամբողջովին ավերեցին, երկրի բոլոր սահմաններում ծավալվեցին մինչև Սատախ փոքրիկ քաղաքը, մինչև Գանձակ Ատրպատականի սահմաններում։ Մխիթար Այրիվանեցին նույնպես 352 թվականի տակ շատ համառոտ մեջբերել է Կահանկատվացու հաղորդումը, Մովսես եւ Դանիել 3870 սրբով կատարին ի Դիզափայտ։ 1775 թվականին գրված մի ձեռագիր հիշատակարանում նույնպես հիշատակված է Դիզափայտը, որտեղ գրիչը խնդրում է հիշել Աստվածամերձ աղոթս ձեր հոգևոր ծնող իմ հանգուցյալ Տեր Երեմիա եպիսկոպոս առաջնորդ Սուրբ ուխտին Դիզափայտ կոչեցելոյ երկրի դիզակով։ Կատարո վանքի մասին իր Արցախի վանքերը աշխատությունում հիշատակել է Համազասպ Ոսկյանը։ Դիզափայտի ամրոցեն քիչ հեռու անոր ավերակներուն վրա այսօր կնկատվի միայն մատուռը։ Հայցմավուրքը Դիզափայտի անունը հետևյալ դեպքին կվերագրե, իսկ որդիկ Զորավարին, Մովսես եւ Երանողիս։ Եվ այլ կզորքն հավատացյալ Փախյան Իլարն, որ կոչի Դիզափայտ, որոնց ըս հետ էրթյալ անօրինացն կոտորեցին ըզնոսա, այրեցին հրով եւ անվանեցին ըզ լարն Դիզափայտ։ Վասնզի քան ըսփայտ դիզեցին ըզնոսա եւ այրեցին։ Անոնց աճուրներովը նվիրականացված այս վայրին մեջ հետ ժամանակած միայնակյաց ոմանք արք ճգնավոր եկյալ բնակեցյալ ան եւ արարին յուրյանց վանս տեղին։ Մեկ այլ ավանդության համաձայն, որը գրված է Հայցմավուրքում, հոների առաջավոր ջոկատները զավթում են Արցախը, գերի են վերցնում Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից շատերին, որոնց մեջ էր նաև Թաքուի անունով անվանի մի կին։
Թաքու գեղեցկությամբ հիացած հոների առաջնորդը որոշում է բռնի ուժով կնության առնել նրան, սակայն Թաքուին ամբոստանում է եւ դրա համար սպանվում։ Գիշերը լեռան լանջով ցրված նրա արյան հետքերը եւ մարմնի բզկտված մասերը սկսում են լույս արձակել։ Այս հրաշքից զարմացած հոնած զորքերի առաջնորդը դարձի է գալիս եւ իր երկու որդիների ու մարտիկների հետ միասին ընդունում է քրիստոնեությունը։ Այս մասին իմանում է հոների արքան եւ հրամայում է գլխատել զորավարին եւ նրա մյուս մարտիկներին։ Սակայն զորավարի երկու որդիներին Մովսեսին եւ Երանոսին հաջողվում է փախչել։ Արքայի զինվորները հետապնդում են նրանց եւ լեռան գագաթին սրախողողանում։ Այնուհետև Մովսեսի եւ Երանոսի դիերը փայտի նման այրում են ցորենի եւ գարու դեզերի վրա։ Այստեղից է լեռան դիզափայտ անվանումը։ Պատմական աղբյուրների վկայությամբ ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է սրբավայր, սրբատեղի, ուխտավայր։ Կատարովանքը ըստ պատմական աղբյուրների կառուցվել է վաղ քրիստոնեական շրջանում 4-5-րդ դարերում։ Պատմաբան Լեոյի վկայությամբ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստ վանքը։ Հետագա դարերում, երբ տարածաշրջանը ենթարկվել է բազմակի թշնամական արշավանքների, դիզափայտի մատուռ վկայարանները եւ կատարովանքը ավերվել ու հրկիզվել են։ Ներկայումս պահպանված եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում կատարով վանքի տարածքում։ Թեպետ հնագույն վանքի ճշգրիտ տեղադրությունը հաստատելը դժվար է, հնագույն շինության հետքեր գրեթե չեն պահպանվել, այնուամենայնիվ կարելի է ենթադրել, որ նոր կառույցը վեր է խոյացել հնի մոտ կամ հենց հնի վրա։ Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, երկթեք տանիք եւ կառուցված է տեղական կիսամշակ քարից։ Շենքի պատերը պարզ են, զերծ դեկորատիվ հարդարանքներից։ Միակ մուտքը բացվում է արևմուտքից, լուսամուտները արևելյան, արևմտյան եւ հարավային կողմերից։ Բարավորի վրա պահպանվել է հետևյալ արձանագրությունը. Շինեցակ Սուրբ տաճարս Դոմեցի Հակոբ, իմ քույր Ջավահիր Գայսունյան եւ իր այր Հարութին, ով կարդա Օղորմի ամեն, ուստա էր Ղուկաս Ծամձորեցի։ Դիզափայտ լեռը մշտապես եղել է ուխտատեղի հազարավոր մարդկանց համար։ Սրբավայրի եկեղեցին ուխտատեղի էր ոչ միայն Դիզակի, այլև Հայաստանի այլ գավառների բնակչության համար։ Դա են վկայում նվիրատվական արձանագրությունները եւ ուխտավորների կողմից եկեղեցուն ընծայված չափերով ոչ մեծ խաչքարերը, որոնց վրա արձանագրվել են նվիրատուների անուններն ու նրանց բնակավայրերը։ Դրա վկայությունն են վերանորոգման աշխատանքների ընթացքում վանքի տարածքում հայտնաբերված խաչքարերի բեկորները եւ արձանագիր քարերը, որից մեկը մասնատված երկու բեկորների ունի հետևյալ արձանագրությունը. Հիշատակ է Սուրբ խաչս Մկրտիչ Գաբրիելենց Իգեղջեն Ագուլիս 1887 թիվ։ Մի նվիրատվական փոքրիկ խաչքար էլ այստեղ է դրել թաղավարտի Գրիգոր Ակոբջանովը 1895 թվականին։ Ուխտավորները դիզափայտ էին գալիս հատկապես Վարդավառի տոնին, ակնկալելով, որ իրենց իղձերը ի կատար կացվեն։ Լեռան գագաթին աղբյուրի բացակայության պատճառով մարդիկ մատաղը լեռան ստորոտին էին անում։ 2015 թվականին Խանձաձորցի ներկայումս Ռուսաստանաբնակ եղբայրներ Արմիկ, Նարվիկ եւ Տիգրան Առաքելյանների հովանավորությամբ իրականացվել են կատարով վանքի եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Վերականգնումը կատարվել է վերականգնող ճարտարապետ Սամվել Այվազյանի նախագծով եւ Մարտիրոս Չալումյանի գլխավորությամբ, մանրակրկիտ պահպանելով հին կառույցի ծավալատարածական լուծումները եւ բնօրինակ ձևերը։ Տանիքի վերակառուցման ընթացքում կիրառվել են կղմին դռներ, որոնք պատրաստվել են հին ծածկից պահպանված օրինակների հիման վրա։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եկեղեցին չի տուժել, սակայն դեկտեմբերին Հադրութի շրջանի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմի տեղադրած տեսանյութերից տեղեկանում ենք, որ ոչնչացվել են վանքի նվիրատվական հին եւ նոր խաչքարերը։ Ադրբեջանական զինուժի կողմից դիզափայտի գագաթը վերահացվել
ռազմական հենակետի, իսկ կատարովանքը ծառայեցվում է որպես զինվորների կացարան և զենքի պահեստ։ Ժողովուրդը մի ավանդույթ է հյուսել նաև Դիզափայտ լեռան մասին, ըստ որի Աստված մարդկանց արարքներից վրդովված ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց։ Այդժամ Աստված ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը պիտի լեռը կրի։ Երբ լեռը համաձայնվել է, կայծակը սոսկալի հարված է հասցրել։ Հուսանք այս անգամ լեռը Աստծո զայրույթը կուղորդի զավթիչներին։